Չնայած Հայաստանի իշխանությունների պնդումներին, թե հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական համապատասխանաբար խաղաղության եւ հարաբերությունների կարգավորման գործընթացներն իրարից անջատ են, Անկարայում Ադրբեջանի դեսպան Ռաշադ Մամեդովը հակառակն է հայտարարում, ասում է դրանք զուգահեռ են զարգանում։ Բաքուն ներգրաված է Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Ժամանակակից պատմությունից միջազգայնագետը այսպիսի օրինակ չի մտաբերում, ասում է արդի աշխարհակարգում իր խոսքով փոքրինչ տարօրինակ է այս գործելավոճը։ Միգուցե ժամանակին Սրբազան դաշինքի ժամանակ մի 200 տարի առաջ դա պրակտիկա էր, բայց ես չեմ հիշում ժամանակակից միջազգային հարաբերություններում, երբ երկու առանձին պետությունների հետ հարաբերությունների կարգավորման համար զուգահեռ բանակցություններ վարվեն, այն դեպքում, երբ երկուսն են նույն նպատակն են հետապնդում, եւ Ադրբեջանը եւ Թուրքիան։ Թուրքիան, որ օրերս Հայաստանի հետ երկկողմ առևտրի արգելքները վերացրեց, թեպետ ձեռք բերված պայմանավորվածություններին մեր երկրի հետ սահմանը ըստ ադրբեջանցի դիվանագետի կբացի միայն այն դեպքում, երբ Հայաստանը փոխի սահմանադրությունը մայրօրենքից հանելով այսպես կոչված բոլոր այն տարածքային պահանջները, որոնք Բաքվին է ներկայացնում, հայտարարում է Մամեդովը։ Հայ-թուրքական սահմանը կբացվի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից հետո, երբ Հայաստանի սահմանադրության փոփոխությունների գործընթացը ավարտին կհասցվի։ Հայերը հանրաքվե կանցկացնեն եւ կփոխեն սահմանադրությունը։ Երբ տարածքային պահանջները վերացված կլինեն, ԱՄՆ-ում նախաստորագրված Ադրբեջան-Հայաստան խաղաղության պայմանագիրը կստորագրվի, իսկ հայ-թուրքական սահմանը կբացվի։ Փաստորեն Բաքվի նախապայմանը նաև Անկարայինն է, փաստացի ըստ մասնագետների այնպես չէ, թե Անկարան չուզենալով է դարձել Բաքվի գերին, Հայաստանի հետ հարցերը պարզելու այս փուլում, ինչպես բնորոշում է պաշտոնական Երևանը։ Հիշենք, նախորդ տարվա օգոստոսին ԱՄՆ նախագահ Թրամփի վկայությամբ նախաստորագրված հայ-ադրբեջանական խաղաղության փաստաթուղթը վերջնական չի դառնում, քանի որ այդ ճանապարհին մեր սահմանադրությունը կանգնել է ադրբեջանցիների կոկորդին, ավելի կոնկրետ մայրօրենքի նախաբանի հղումը Երրորդ հանրապետության անկախության հռչակագրին, որտեղ ամրագրել ենք Արցախի հետ վերամիավորվելու մեր ազգային նպատակը, եւ Բաքուն արդեն գրեթե 1 տարի աշխարհի աչքին խաղ է խաղում, այն ներկայացնելով իբրև տարածքային հավակնություն, միակ խոչընդոտը բարիդրացիության համար։ Շատ տարօրինակ է, որ Հայաստանը հարց չի ուղղում Թուրքիային, թե երրորդ պետության հետ մեր հարաբերությունները ինչ կապ ունեն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հետ։ Ուղղակի Հայաստանի ներքին գործերի միջամտություն է։ Եվ այս պարագայում բանակցություններ նման ձևաչափով Թուրքիայի հետ Հայաստանը արդեն չպետք է վարի, բայց զարմանալիորեն դրա հետ կապված կարծես ոչինչ չենք լսում։ Հայաստանի սահմանադրությունը փոխվի, մնացած բոլոր նախապայմաններն էլ նույնիսկ եթե կատարվեն, փորձագիտական վերլուծական համայնքում այսուհանդերձ հավանական չեն համարում, թե Անկարան կբացի Երևանի հետ սահմանի դռները։ Մասնագետները հակիրճ են ձևակերպում, իրենց դա պետք չէ։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։